Հունիսի 20-ի երեկոյան 22:30-ին մոտ Նարդոսի 73 շենքի մի բնակիչ տուն վերադառնալով տեսել էր բնակարանի դուռը բաց է։ Կոտրել էին փականը, ներս մտել, տակնու վրա արել պատշգամբի պահարանն ու գրքերից մեկի միջից $12,000 գողացել։ Միջանցքում արդեն տեսա դուռը կիսաբաց է ու ջարդած, լույսերը վառած, դուռը բաց է, մտել եմ ներս, տունը թափրտված ու գնացել եմ միանգամից որտեղ գումարներ գտնվում, այդտեղ գումար կար, մեկը մի քիչ, որը մնացել էր, իսկ մնացածը չկար։ Զանգել եմ 102։ Ահազանգը ստանալուն պես ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները դեպքի վայր մեկնեցին, զննեցին բնակարանի դուռը, պահարանը, որտեղից կատարվել էր գողությունը։ Հետաքրքիր էր, որ հանցագործը ուրիշ ոչինչի ձեռք չէր տվել, հավանաբար լավ տեղյակ էր եղել տան նիստուկացին, իմացել էր փողը որտեղ են պահում ու դեսուդեն չէր ընկել, գողացել էր այն, ինչ իրեն պետք էր։ Շատ մարդ կային, որ գիտեին, որ տանը գումար ունեմ, բայց մենակ 3 ընկերներս գիտեին մոտավորապես որտեղ գտնվում փողը։ Վարկածը, որ գողության հեղինակը տուժողի 3 ընկերներից մեկը կարող էր լինել, ավելի ու ավելի հավանական էր դառնում։ Փողի տեղը միայն այդ 3-ը գիտեին, երկուսը մանկության ընկերներ էին, դժվար նման բան անեին, մտածում էր տուժողը։ Մնում էր Կարենը, ում համեմատաբար քիչ էր ճանաչում ու կասկածում էր։ Հունիսի 21-ին ժամը 11:10-ի սահմաններում իրավապահները գողություն կատարելու կասկածանքով Կարեն Արիստակեսյանին բերման ենթարկեցին։ Հարցաքննության ժամանակ Արիստակեսյանը ոչ միայն խոստովանեց կատարած, այլև տեսախցիկի առաջ պատմեց, թե ինչն ինչպես եւ ինչու է արել։ Իմացել եմ իրանց տունը փող կա, հետևել եմ իրան, տեսել եմ տնից դուրս է գալի, գնացել եմ իրան շենք, արսացել եմ իրանց հարկ, դուռը բացել եմ փոքր լոմով, մտել եմ ներս, փողը վերցրել եմ, միանգամից դուրս եմ եկել։ Ուզում էի ավտո առնի։ Ինտեր դրա համար։ Գողոնն արգելավված է։ Փաստի արդիվ ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։